Շնորհակալ եմ հրավերի համար, թեև շատ եք հրավիրել, բայց ես էի այն բաներ, որ ժամանակը ճիշտ որ իսկապես չէի գտնում ինչ խոսել, բայց իհարկե տամ չկուտակվում է, իհարկե համիջը հետևել եմ, լսել եմ ուրشادիր, տանջվել եմ, պահեր ա եղել, որ հույսը արթնացել, բայց կարծում եմ հենց այս էտապներից մեկն է, որը որ բարբերաբար մեր մոտ լինում է, հույսով եմ այս իսկապես կլինի վճռական եւ վճռորոշ փուլ եւ մեր հույսը սինչի մնա, սինչի, իսկապես կա հույս։ Ես կարծում ինչ որ վերաբերում է Սամվել Կարապետյանին, հասարակության մեջ տպավորված, դաջված մի բան կար, օբրազ կար, Տաշիր Սամվել։ Ես ներողություն եմ խնդրում, հենց հիմա փորձում էի մեր ուրեմն հաղորդաշար ուղիղ եթերում հետևել, ուրեմն այս ազգակործանները տեսեք ինչ է։ Դուք տեսեք ինչ հարցակում է YouTube-ի կողմից, տեսեք ինչ այլանդակ հարցակում է։ Ես ձեզ խնդրում եմ, եթե տեսնում եք իգնորեք անում միանգամից բողոք եք ուղարկում այդ գովազդատույթ եմ, այդ դրանց դեմ, որտեվ իսկապես իրենք փորձում են բոլոր հարթակները գրավել եւ հիմա ասենք Հայլիում Նիկոլի գովազդը պատկերացնում եք YouTube-ը մտցնում է մեջը։ Այո, բոլոր ալիքներով, օդում կախված լուրերի նույնիսկ իրանք մետայի հետ կորպորացիայի հետ պայմանավորվածություն ունեն ներքին թե ոչ ներքին, չգիտեմ, որ իջեցվեն դիտումները բոլոր հակապահական նիկոլական ինչ որ էջեր եւ այլն, այսինքն տեսանելիությունը այդ էջերի շատ իջած է այս պահին։ Դրա համար նույնիսկ այդ պատմեշը ճղելով, ջարդելով ամեն դեպքում գնում ենք առաջ ու առաջ Աստված հաղթանակի կհասնենք։ Կար մի հաստատված մենք ճանաչում ենք Տաշիր Սամվել էին ասում, Տաշիր Սամո էին ասում եւ այլն, այսինքն մենք ունենք ու Տաշիրը մեխանիկորեն քեզ կապում էր արդեն քո հողի հետ։ Ու դու երբ որ ասում ես Տաշիրից, դու հասկանում ես մարդ Տաշիրից է եւ այլն։ Ինադու բերվեց այդ թեզը, որ Կալուգայի օլիգարխ, որ պոկեն Հայաստանի իրականությունից, որ ստացի, որ ինքը դրսի ինչ որ մարդ է։ Տվյալ դեպքում իրանց պատկերացած Կալուգայի։ Հիմա իրենք կարող են ասել թուրքի օլիգարխ Նիկոլ։ Միանշանակ արդեն մենք ոչ թե կարանք, արդեն իրանք էլ են ասում դրա մասին, նրանք հանգիստ դրա մասին խոսում են, հրճվում են, նրանք իրար ականջին փսփսում են, միկրոֆոն են թաքցնում հասարակությունից, բայց խոսում են դրա մասին, որ իրանց տերերը էս են արել, այս են անում, սա են անում, սա են պատրաստում, մենք ինչ welcome խոսք պետք է պատրաստենք, որ մեր տերերը հեսա մեզ ինչ-որ բան են անելու, ժեստ են անելու, մի հատ ողջ ունենք այդ ժեստը, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Պլյուս արդեն ձևավորված, թող ուրախացնեմ Նիկոլին ու իր թայֆին, արդեն ձևավորված շատ լավ, շատ լուրջ կարծիք կա, որ Նիկոլը արդեն կատարում է ուղղակի մարզպետի, Ալիևի նշանակած մարզպետի ֆունկցիաներն է կատարում այս երկրում, եւ արդեն լրիվ իրանց դուքյանն են փորձում սարքեն, վերջնական դառնալով ուղղակի ադրբեջանական ու թուրքական թեզերի առաջ տանող ու մեծ տիպով ապրել այն օրենքներով, որոնք որ թելադրվում են դրսից։ Դրա համար ասել Սամվելը ստեղից է, տենտեղից է, մենք վստահաբար կարող ենք ասենք, որ դու հաստատ իջևանցի Նիկոլը չես, դու հաստատ երևանցի չես, մնում է մեկ բան, դու արդեն թուրքա, ինչ չգիտեմ, Բաքվի երևի, Աբշերոնի Նիկոլ։ Տենց առաջարկում եմ, կոչենք իրան Աբշերոնի Նիկոլ եւ այդ մարդը այն ամեն ինչ որ ինքը անում է, դա դրա մասին է խոսում։ Շատ դաժան պայքար է գնում, բնականաբար դե սպասվում էր, որ այդպես է լինելու, որտեղ իսկապես նրանք իրենց կյանքի մայրկրիվ են տանում։ Այն պահից, երբ որ իրանք կորցնեն իշխանությունը, իսկ ես կարծում եմ, որ կկորցնեն իրանք իշխանությունը, իրանք շատ լավ հասկանում են ինչ է սպասում իրանք, որտեղ այն մղձավանջը, որի միջով ինքն է, ուղղակի քարշ է տալի բոլորիս, չի կարող անհետ մնալ։ Այ ժողովրդին։ Պատասխանը մի օր պարտադիր դու ստանալու ես հենց ժողովրդից, հասարակությունից, խաբված հասարակությունից, դավաճանված հասարակությունից, երեխաներին կորցրած հասարակությունից։ Ու վաղը երբ որ այդ նույն մոլորվածների, թեև ես շատերի մոլորվածությանը չեմ հավատում, բայց կարծում եմ կհայտնվեն տես մարդիկ, ովքեր որ կասեն, վայ, մենք չգիտեինք բան, վայ, մեզ խաբեցին եւ այլն, դրա պատասխանները պետք է տալ։ Ոնց որ օրինակ չեմ հասկանում, ոնց չեմ պահանջում նույնիսկ իր սատարողները բանի դեպքի վրա կենտրոնանամ, այդ քանի որ կուտակվել է, չէ՞, շատ բաներ դրա համար։ Երբ որ գործից հանվեց Թանգարանի տնօրենը, երբ որ գիրքն նվիրեց, նա ասաց, որ մեր բանի մեջ Արցախ բառը օգտագործելու դեպքում ինքը գնում է ոնց որ հակադարձում է այն իշխանական դիրքերին, որոնք որ կան, դրա համար մենք իրեն գործից հանում ենք Արցախի մասին գիրք նվիրեց։ Հիմա դու մեկը, ով որ կանգնե ասել ես Արցախ ու դրանով հրահրել ես պատերազմ։ Եթե այն կինը հանվում է գործից, դու ինչ իրավունք ունես մնալ քո պաշտոնի։
Եթե դու մենակ այդ բառով հրարել ես, թող քո ասածով էլ չլինի։ Արցախ Հայաստանը եւ վերջ, 5000 Արցախ Հայաստանը եւ վերջ ֆրազայով եւ գնալով նկարվելով տատիկ պապիկի, գնալով ինագուրացիայի Արայիկի Հարությունյանի եւ այլն։ Երբ որ դու գնում ես այնտեղ, դու դրանով դու քո բանին այնտեղ Յակոբ ուղարկելու, կրվելու, էրատո ջոկած ստեղծելու, դրա պատասխանը ով պետք է տա։ Թող 5000 հոգու ըստ քեզ զոհերի մասին չենք ասում, թեև ես կարծում եմ, որ ցավոք սրտի միգուցե եւ ավել է, Աստված տա որ ավելի քիչ լինի, դա կարեւոր չէ, էական չի։ 3000 քանիսը թեկուզ ձեր պաշտոնական թվերը։ Սուտ է խոսում, թող ներկայացնի թվերը եւ անունները, սուտ է խոսում։ Շատ է 10000-ի մասին է խոսքը։ Նույնիսկ ինչ որ թիվեք շրջանառը, դու ինչ իրավունք ունես այդքան 100 հոգի թող լինի, թող 1000 հոգի լինի։ Բոլորի հոգին լուսավորվի։ Դու ինչ իրավունք ունես դրա պատասխանը չտալու։ Ինչի հասարակությունը չի կանգնում ու ասում, լսի, դու 300, 400, 500, 1500 հոգու կյանք ես կերել։ Դրա պատասխանը ով պետք է տա։ Ինչի Երանոսյանները, բաները, դերասանները, ովքեր որ այսօր հայտնվել են ԿՊ-ի բաներին, ման են գալի, բուկլետներ են բաժանում։ Պետք ֆրացեք հարցերեք ձեզ այդ մարդուց։ Ով է պատասխան տալու մեր երեխայների մահվան համար։ Հետո թեկուս, չգիտեմ, թվերով ընդհանրապես խալ է երևի խոսել, բայց այդ բոլոր երեխաները ապագա ունեն այս երկրում։ Այդ բոլոր երիտասարդ տղաները կամ ոչ երիտասարդ կապ չունի, ընտանիքներ ունեն, ընտանիք ունենալու հնարավորություն ունեն, այսինքն այդ մեկը դառնում է երկու, նույն հրաների մոտ չէ, եթե դու փրկել ես մեկ հոգու կյանք, դու փրկել ես 100 հոգու կյանք, այդպես ֆրազա ունեն իրենք։ Հիմա եթե բազմապատկենք այն սարսափը ու այն ահռելի բանը, որ դու այսօր այն 20 թվականից հետո արել ես մեզ այս ազգի գլխին, դու ոչ թե 5000-ի մահվան պատասխանատու ես, դու 100,000-ների պատասխանատու ես, որտեղ դրանք պետք է ապրեին, երեխա ունենային, մեծանային, ապրեին, հələ չենք եկեք հիշենք կոവിഡ്ի օրերը, ինչ է կատարվում։ Այդ կյանքերը բա հայրենիքը, բայց ամբողջ ժառանգությունը։ Դե ես քանի որ շատերի համար հայրենիքը արդեն լրիվ ձևական չփոխվի, դրա համար գոնե դրա մասին խոսենք, գոնե խոսանք նրա մասին, որ գոնե դուք որպես մարդիկ, ովքեր որ ինչ որ զգացմունքներ ունեք եւ հարգանք ունենք անցավորների նկատմամբ, գոնե այդ վրա սխմելով հասկաս մարդիկ դուք գիժեք, դուք ինչ ում հետևից եք գնում։ Մի մարդ, որ արդեն ասում խաղաղություն ենք բերել, ինչի 5000 հոգու հաշվին դու խաղաղություն ես բերում, հետո ասում ես էլ չեն կրակում այս սահմանին, կրակե պրծել են 5000 հոգու կյանք են տարել։ Ում օրոք է այդքան զոհեր եղել։ Այդ տականքներ, ո՞նց եք դուք տենց ապրում։ Եվ բարձա իրանք վերջի կռիվն են տալի եւ պետք է անեն ամեն ինչ իմանալով թե իրանք ինչա սպասում։ Ուրիշ հարց, որ ես կարծում եմ, որ նույն մոտեցումը պետք է ունենանք մենք, որովհետեւ եթե նրանք միայն իրանց կյանքի մասին են մտածում, մենք պարտավոր ենք մտածել մեր հայրենիքի ապագայի մասին եւ մեր երեխաների ապագայի մասին, դրա համար մենք ավելի կատաղի պարկար պետք է տանենք նրանց դեմ, որտեվ մենք կռիվ ենք տալի ոչ միայն մեր կյանքի համար, այլ մեր երեխաների կյանքի համար եւ այս երկիր լինելու չլինելու համար։ Թող Արցախի օրինակը ձեզ Արցախը մեզ շատ դաժան օրինակ դարձավ, շատ դաժան դաս եղավ, բայց կուզեմ որ հասկանա հասարակությունը, որ այն ինչ որ կատարվեց Արցախի հանրապետության հետ, կատարվելու է մեզ հետ, եթե սրանք մնան իշխանության։ Այստեղ հայաթափվելու է, թող ոչ մեկ իլյուզիաներ չունենա, որ այստեղ մի քիչ լավ կլինի թուրքերի հետ առևտուր կանենք, առհատ առևտուր կանենք։ Իրանք չեն պատրաստում, իրանք բաների մեջ չկա, պլանների մեջ չկա, որ մենք եկեք հայերի հետ լավ առևտուր անենք։ Այդ առևտուրը առաջի քայլն է, որից հետո սպասվելու են հետո սպիտակ կոտորած, չգիտեմ, յաթաղանով կոտորած, արդեն էլ ոչ մեկ ուշադրություն չի դարձնի։ Այն ձեր մակրոններ, ովքեր որ այսօր կան վաղը չկան, ոչ մեկ պատասխան չի տալու իրանց արածների համար։ Մակրոնը գնալու է իր գերանտաֆիլ հալով, գնալու է իր պարավի հետ միտեղ սթրվի, իսկի չենք էլ իմանա որտեղ է ինչա, որ գա զանգես, ասես Մակրոն դու մեզ ասել ես որ կոկնես։ Միշելից լուր ունեք, ինչի՞ Միշելի Մակրոնի կամ Տրամպից, WhatsApp-ից ինչ որ բան ավելացե մեզ մոտ։ Ինչու մենք ապագան մեր ավելի պայծառ դարձե։ Վաղը չլինելու, բան կանեն, impeachment կանում Ամերիկան, ռատ կանեն այդ դեգեներատին, ինչ են կանելու հետո։ Կամ Մակրոնը տուրա, ինչ անելու, թե իսկ դուք համոզված եք ով է գալու Ֆրանսիա, մտածել եք մի քայլ առաջ Ֆրանսիայի ով է այն մարդը, որը գալու է Մակրոնի փոխարեն, կարող է գալիս է ավելի հայատյաց, ինչ որ մի հատ իդեպ շատ դուրս եկավ Հրանտ Բաղրատյանի, եթե չեմ սխալվում ինքը այդ բանը տվեց, չէ, Խոսրով Հարությունյանը,
Ասեց ամենահակահայ, իսկապես դա այդպես է։ Ամենահակահայ ղեկավարն է, Մակրոնը երբևէ եղած ղեկավարների մեջ, նախ որևէ մեկը հակահայ չի եղել վերջին տարիների նախագահներից Ֆրանսիայի, որևէ մեկը, գիտենք թե ինչ փայլուն հարաբերություններ եղել, լավ է որ ինչ որ ֆիլմերը նկարանեցին, օրինակ թե երկրորդ նախագահի ժամանակ ինչ հարաբերություններ չէ, Ժակ Շիրակի հետ եւ ոչ միայն ինչ հարաբերություններ եղել, հիմա բան է։ Հիմա ինչ որ Գերանտաֆիլի իզվրաշենիցի հետ ընկերությունը դարել է հայերի համար վայ, մեր Մակրոնը մեզ լավ դե ժողովուրդ ամոթ է արդեն, ինչքան կարելի է այդ դրսից մարդ սպասել ու ուրախանալ իր գալուն ինչ եք ստանում իրանից, էլի ինչ է։ Նիկոլի պահվածքը, խոսույթը, որ հիմա ինքը շարունակում է ցինիկաբար իրեն այնպես պահել, որ ինքը շարունակում է մնալ ինքը ինձ թվում է այն բանը, այն ռուսերեն բանկա է Զաբիտը Վուգո, ինչ սխմված է։ Ինքը իրական չի փոխվել, ինքը ոնց որ եղել է 18 թվականին կամ 16-17։ Միլիարդները չեն փոխել։ Միլիարդները բացազայտ չեն փոխել։ Չէ, պրոստը բան, թրիկի հոտը փոխվել է ուրիշ ինչ որ հոտով, երևի ինչ որ պարֆյում է։ Փոխվել է որ։ Դե երևի փոխվել է, չգիտեմ, թող կողքի կանգնողները ասեն։ Ես կարծում եմ ինքը միշտ եղել այդպես ինչպես կա։ Դրա համար բարբերաբար հենց իր այդ բնական վախը, այդ արտնանում ինքը դառնում է այն ինչ որ միշտ եղել է։ Ճվճվան, ղժղժան, ուղակի ֆրազաներ արտահայտող եւ ինքը հասկանում է, որ ինքը այլ շփման ձև չգիտի ժողովրդի հետ։ Ինքը մենակ տենց է շփվել ժողովրդի հետ։ Ինքը այդ նույնիսկ մարդը սեր բացատրելուց, այդ կեղծավոր զզվելի սեր արտահայտելուց ինքը տհաճ է, ինքը հիստերիկայի մեջ է դա ասում, ինքը զզվանքով է սեր խոստովանում։ Այդ ամեն ինչ երբ որ դու տեսնում ես, ինքը չի փոխվել եւ ինքը ուրիշ ձև շփվելու չունի հասարակության հետ։ Ինքը չի կարա ինտելեկտուալ բաներ խոսա, որտեվ Իրանը չի, ինքը չի կարա բանից խոսա, չգիտեմ, արվեստից խոսա, որտեվ ինքը չի, այդ Իրանը չի, ուղղակի Իրանը չի։ Իրան մնում է նույն ձևի վերադառնան այդ իր բնական հիվանդագին իրավիճակին, ունի ինքը, պարոն Սահակյանց, այդ ընտրազանգվածը եւ դրանց համար է միշտ եղել է, բայց վստահ եմ որ նվազել է, Որ շերտի համար է աշխատում, Իրան ըստ երևույթի Իրան պետքա գոնե այն ինչ որ մնացել է, հաստատ գա եւ ընտրի Իրան, որտեվ կարա շատ ավելի դաժան լինի իր համար, այսինքն եթե նույնիսկ գիտեք ինքը թող երևի մարդը չկա արդեն միգուցե լավ չի հետևից խոսել, հիշում եք բանին Տիգրան Կարապետյան ՀԼՄ-ի իմիջիալոց էլեկտորատը շատ մոտ է այն ժամանակվա բանի իր էլեկտորատը ու Նիկոլի էլեկտորատը ժամանակին ինքը հիշում եք Սևան տուրեր էր կազմակերպում ադամատներ էր բաժանում եւ այն ընտրություններից առաջ հետո հիշում եք որ ինքը եթե մտավ ասեց հապես չեք անում ես դες կամ բան եմ տվել Դուք ոնց ինչ չեք քվեարկում, այդ մարդը իրոք մանրաժ էր։ Բայց այս տարբերությունը Ուզում ասեմ, ինքը այս պարագայում, ինքը իրան պետքա գոնե այդ հաստատ այն մասն, որը որ ուրախանում է, երբ որ դու քո հայրենակցուն ցեխն ես կողում, իսկ Նիկոլը դրանով է զբաղված։ Իր հայրենակիցներին ցեխն է կողում, բայց ծպտուն չի անում թշնամիների նկատմամբ, այդ հրճվող մասն իրան կարևոր է պահել։